Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ որոշել է երկարացնել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը ևս 2 ամսով։ Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Վարդան Ղուկասյանը եւ ևս 7 հոգի, այդ թվում Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ձերբակալվել են 4 միլիոն դրամ կաշառք ստանալու համար։ Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։ Գյումրիի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում։ Fly Dubai ավիաընկերությունն այսօր երեկոյան չվերթ կիրականացնի դեպի Երևան, այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Դուբայի միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն թռիչքը կիրականացվի երեկոյան 21:00-ին։ Իրանի հայ համայնքում մարդկային կորուստներ չկան, միայն նյութական են։ Այս մասին հայտնել են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամային։ Արաման հեռախոսազրույց է ունեցել ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ Թեհրանաբնակ Հովսես Ավետյանի հետ։ Վերջինը ասել է, որ թեմական ու համայնքային պատասխանատուները հետևում են իրավիճակին, երիտասարդական խմբեր են շրջում հայկական թաղերում, պատրաստ անհրաժեշտության դեպքում այդ ընտանիքներին օգնություն տրամադրելու, ասված է հաղորդագրությունում։ Նորին սրբությունը նաև կապի մեջ է եղել ԱՄԷ-ի Կատարի հայոց թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ arczepiskopos Սարգսյանի հետ։ Քուվեյթի թեմական ու համայնքային պատասխանատուներն էլ ասել են, որ իրենց մոտ ևս որևէ կերպ հայ համայնքը չի տուժել։ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ Նա մասնավորապես նշել է. նախորդ օրերի ընթացքում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հողում են անում Ալ Ջազիրային եւ Եվրոնյուզին, պնդելով, թե ԱՄԷ-ում Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։ Հայտարարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ Տեսանյութերում շրջանառվող բոլոր թվերը, արժեքները, ինչպես նաև իմ վարչապետի խոսնակի անունից ներկայացվող մեկնաբանություններն ամբողջությամբ հորինված են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Նախընտրական այս շրջանում գործ ունենք դասական մեխանիզմի հետ, որտեղ կիրառվում են մի քանի բնորոշ գործիքներ՝ կեղծ վերագրում, հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներին նյութին վստահելիության կեղծ տպավորություն հաղորդելու նպատակով։ Ինչպես միշտ նույնաբովանդակ նյութերի միաժամանակյա շրջանառումը տարբեր անանուն հաշիվներից բոտային եւ կիսաբոտային ցանցերի միջոցով արագացված տարածումը թեմային արհեստական թափ հաղորդելու նպատակով է արվում։ Այս օրերին արձանագրել ենք համակարգված ակտիվացում նույն տեքստերի, նույն ձևակերպումների եւ սինխրոն մեկնաբանությունների զանգվածային կրկնությամբ, ինչը վկայում է կոորդինացված տեղեկատվական միջամտության մասին, նշել է Նազելի Բաղդասարյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրանց համակային զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարություններից հետո ըստ խորվաթական Advance 30 թվում է, թե Վաշինգտոնը քննարկում է հակամարտության բոլոր հնարավոր սցենարները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի բացառում իրանց համակային զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն ոչ միայն կլինի լարվածության սրացում, այլև ամբողջական պարադիգմային փոփոխություն, իսկ Ամերիկայի համար շատ հավանական է, որ դա կլինի խոշոր ռազմական աղետ, նշվում է հաղորդագրության մեջ։ Թուրքիան հայտարարել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը խոցվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, մինչ այն կհասներ Թուրքիայի օդային տարածք։ Թուրքիայի կողմի տվյալներով հրթիռը արձակվել է Իրանի տարածքից եւ շարժվել Թուրքիայի ուղղությամբ։ Այն ժամանակին հայտնաբերվել է եւ ոչնչացվել պաշտպանական համակարգերի կողմից, կանխելով հնարավոր սպառնալիքը երկրի օդային տարածքի համար։ Միջադեպի հետևանքով զոհեր կամ տուժածներ չեն արձանագրվել։ Իրանական կողմը տեղի ունեցածի վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդլի Քուփերի խոսքով Իրանը արձակել է ավելի քան 500 բալիստիկ հրթիռ եւ ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք՝ ի պատասխան ԱՄՆ-իսրայելական հարձակման։ Հրամանատարը ընդգծել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացնում են Թեհրանի հարձակման հնարավորությունները եւ որսում են իրանական վերջին շարժական բալիստիկ հրթիռների արձակման սարքերը։ Ավելի վաղ Քուփերը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են իրանական 17 նավ, այդ թվում 1 սուզանավ։
Ֆրանսիան մասնակցել է Մերձավոր Արևելքի երկրների վրա Իրանի հարվածների հետ մղմանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մենք անմիջապես արձագանքեցինք եւ հակամարտության առաջին ժամերին ինքնապաշտպանության նպատակով խոցեցինք անօդաչու թռչող սարքեր մեր դաշնակիցների օդային տարածքը պաշտպանելու համար, ընդգծել է նախագահը։ Ֆրանսիայի առաջնորդը հիշեցրել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի եւ Կատարի հետ ռազմական համագործակցության համաձայնագրերը։ Նա նաեւ խոստացել է համերաշխություն ցուցաբերել Իրաքի եւ Հորդանանի հետ հարաբերություններում։ Մակրոնը հավելել է, որ արկա միջոցներից բացի վերջին ժամերին տեղակայվել են Ռաֆայել կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ օդային ռադարներ։ Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան Վիկտորիա ավիաբազային։ Անօդաչու թռչող սարքը արձակվել է Բաղդադի միջազգային օդանավակայանի ամերիկյան բազայի վրա, ասվում է գրառման մեջ։ Եթե եվրոպական երկրները միանան Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությանը, Թեհրանը դա կդիտարկի որպես աջակցություն ագրեսորին եւ պատերազմի ակտ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա մեկնաբանել է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների համատեղ հայտարարությունը, որ նրանք կարող են ռազմական պաշտպանական միջոցներ ձեռնարկել Իրանի, հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակելու կարողությունը ոչնչացնելու համար։ Դա կլինի պատերազմի ակտ։ Իրանի դեմ ցանկացած նման գործողություն կդիտարկվի որպես օգնություն ագրեսորին եւ պատերազմի ակտ Իրանի դեմ, նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Դուբայում ԱՄՆ հյուպատոսության ավտոկայանատեղիում ըստ պաշտոնյաների հրդեհ է առաջացել ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ բոլոր աշխատակիցները ապահով են։ Դուբայի իշխանությունները հայտնել են, որ հրդեհը հաջողությամբ մարվել է, տուժածներ չեն եղել։ Նույն օրը նման հարձակում է գրանցվել նաև Ռիադում։ Պատերազմի պատճառով ԱՄՆ ժամանակավորապես փակել է դեսպանություններ եւ հյուպատոսություններ Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում։ Ոչ արել ամերիկացիներին անմիջապես լքել տարածաշրջանը եւ մինչեւ հիմա այնտեղից դուրս է եկել մոտ 9000 ամերիկացի։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը պնդել է, որ Պարսից ծովում իրանական նավեր չեն մնացել։ Այսօրվա դրությամբ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում ոչ մի իրանական նավ չկա եւ մենք չենք կանգնի։ Մենք կշարունակենք իրականացնել դինամիկ թիրախավորված գործողություններ, հայտարարել է Քուփերը։ Հորմուզի նեղուցը կաթվածար վիճակում է։ CNN News-ը հաղորդում է, որ մարտի 2-ին միայն 2 լցանավ է անցել, ու դա այն դեպքում, երբ խաղաղ պայմաններում օրական մոտ 60 նավ էր անցնում։ Նեղուցի երկու կողմերում տասնյակ տանկերներ եւ բեռնատար նավեր են կուտակված։ Իրանի կողմից նշանակվող ցանկացած նոր առաջնորդ կդառնա անվերապահ ոչնչացման թիրախ, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նրա խոսքով Իրանի իշխանական հոգևորականների կողմից ընտրված ցանկացած ղեկավար, անկախ նրանից, թե ով կլինի եւ որտեղ կգտնվի, կդիտարկվի որպես թիրախ։ Կացը նշել է, որ ինքը եւ Իսրայելի վարչապետը հանձնարարել են Իսրայելի բանակին պատրաստվել եւ գործել բոլոր անհրաժեշտ միջոցներով գործողության շրջանակում սահմանված նպատակներին հասնելու համար։ Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է, որ վերջին օրերին հարվածներ է հասցրել Իրաքում եւ Քուվեյթում ԱՄՆ զորքերի տեղակայված օբյեկտներին, օգտագործելով շուրջ 230 անօդաչու թռչող սարք։ Կազմակերպությունը նշում է, որ հարվածներն հասցվել այդ թվում Էրբիլում տեղակայված բազային օբյեկտին, Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ օդանավակայանին եւ Արիֆ Ջանիվ ճամբարին։ ԻՀՊԿ-ն ընդգծում է, որ սա պատերազմի առաջին հզոր քայլերից մեկն է եւ ներկայացնում է որպես պատասխան քայլ ԱՄՆ-ի եւ նրա զորքերին ուղղված գործողությունների ֆոնին։ Վաշինգտոնի դաշնակից արաբական երկրները զգուշացրել են ԱՄՆ-ին, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, կարող է անհրաժեշտ լինել զորքեր ուղարկել Իրան եւ գործողությունը կտևի երկար, հաղորդում է News National լրագրող Քելի Մեյերը, հղում անելով իր աղբյուրներին։ Մերձավոր Արևելքի մի պաշտոնյա ինձ ասաց, որ արաբ դաշնակիցները հարձակումներից առանց զգուշացրել են ԱՄՆ-ին, որ եթե նրանք ռազմական գործողություններ սկսեն, հավանական է, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի զորքեր ուղարկել Իրան եւ գործողությունը կտևի երկար, հայտնել է նա։ Մայրաքաղաք Թեհրանի արևելյան եւ հարակից շրջաններում խոշոր պայթյուններ են հնչել, որոնց հավանական պատճառը ռազմական սադրիչ գործողություններն են,
ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա շարունակվող հարվածների խորացման ֆոնին, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Իրականացված հարվածների նպատակների եւ վնասների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռևս չկան։ Թեհրանում տարածվող հայտարարությունների եւ տեսանյութերի հիման վրա առկա են պայթյունների նկարագրություններ, սակայն պաշտոնական հաստատում չկա, թե կոնկրետ ինչ օբյեկտներ են իրենց վրա կրել հարվածները։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իսրայելի բանակը փորձել է հարձակվել Իրանում կառավարական թիրախների վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող թիրախներին։ Մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Դրանից կարճ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա անվերապահորեն սպանության թիրախ։ ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների առաջին 24 ժամվա ընթացքում ծախսել են մոտ $779 միլիոն, կամ 2026 թվականի ամբողջ ռազմական բյուջեի մոտ 0.1%-ը, ըստ թուրքական լրատվական գործակալության հաշվարկների։ Առաջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ ծախսային կետը Թոմահավք քրթիռների արձակումն էր, որը զինվորականներին արժեցավ մոտ $340.4 միլիոն։ Հաջորդը կործանիչների թռիչքներն էին, որոնց արժեքը կազմել էր $271.3 միլիոն։ Երրորդ ամենաթանկարժեքը Հիրմազ բազմակի հրթիռային համակարգի օգտագործումն էր, հետախուզական տվյալների հավաքագրման եւ լոգիստիկ աջակցության հետ մեկտեղ։ ԱՄՆ զինված ուժերը դրանց վրա ծախսել են ընդհանուր առմամբ $122.2 միլիոն։ Վաշինգտոնը մոտ $30.2 միլիոն ծախսել է միայն B-2 ռազմավարական ռմբակոծիչների միջոցով թիրախներին հարվածների վրա։ Այժմ մենք տեսնում ենք, որ Իրանը որդեգրել է ռազմավարություն, որն ազդարարում է։ Եթե իր դեմ իրականացվի վերջնական հարձակում, ապա ողջ տարածաշրջանը իր հետ ներքև կքաշի, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այլ կերպ ասած, եթե ես ընկնեմ, ամբողջ տարածաշրջանը կտանեմ ինձ հետ։ Այս ռազմավարությունը հատկապես ուղղված է տարածաշրջանի մյուս երկրներին, մասնավորապես նրանց էներգետիկ ենթակառուցվածքներին։ Իրանը լավ գիտակցում է, որ տարածաշրջանային հիմնական պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները կարևոր են համաշխարհային տնտեսական կայունության համար, նշել է նախարարը։ Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան։ Այս մասին ի պատասխան Սպուտնիկ Արմենիայի հարցման հայտնել են քննչական կոմիտեից։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ին։ Աֆղանստանի քաղաքացիները փորձել են մուտք գործել Հայաստան լողալով հատելով Արաքս գետը։ Այս կապակցությամբ փետրվարի 21-ին քննչական կոմիտեն նախաձեռնել է երկու քրեական վարույթ պետական սահմանի ապօրինի հատելը հոդվածով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, սակայն քննչական կոմիտեն այլ մանրամասներ չի տրամադրել, նշելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա տվյալներ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից առաջ։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԿՊԱ-ական Վանիկ Օհանյանը։ 107 պատգամավորից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 64-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, կողմ 64 դեմ 0։ Սկանդալային հայտարարություններով հայտնի նախկինում բուժքույր աշխատած Ռիփսի Մեհունանյանն այս պաշտոնից հրաժարվել էր հունվարի 21-ին, ընտրվելուց 3.5 ամիս անց եւ մինչ օրս նրան փոխարինող չէր լինում գտնել։ Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց ԿՊ-ի իմացության, նախագիծն ընդունվել է ազգային ժողովում։ Ազգային ժողովը 66 կողմ 20 դեմ 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս նախագիծը կապ ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ, քանի որ ամենից շատ պատմամշակութային հուշարձաններ սեփականության իրավունքով տիրապետում է հենց նա։ Նախագիծը հեղինակել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ Հայաստանի-Իրան սահմանային անցակետում բեռնատարների կիլոմետրանոց հերթեր են։ Անցակետը ժամը 4-ից տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել։ Մոտ 2 տասնյակ իրանցիներ մնացել են սահմանին եւ չեն կարողանում անցնել։ Բացի այդ, կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են անցնել Իրան, սակայն հայկական մասը անցնելուց հետո ստիպված են լինում վերադառնալ, քանի որ իրանական կողմը չի կարողանում նրանց մուտքի գործընթացն իրականացնել ինտերնետ կապի բացակայության պատճառով։
ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Իրանի Չաբահար նավահանգստին, այն տարածքին, որի մերձակայքում ավելի վաղ անցկացվել էին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը, որոնք գտնվել էին Հորմուզի նեղուցում, չեն խոչընդոտի ԱՄՆ հնարավոր գործողություններին Իրանի դեմ և կարող են լքել տարածաշրջանը նախքան նման գործողությունների մեկնարկը։ ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Իրանի Սուզանավային բազային, որտեղ տեղակայված էին Վարշավյան կանախագծի սուզանավեր։ Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Հարվածները հասցվել են Իրանի փոքր Սուզանավային նավատորմին, որը բաղկացած է մի շարք փոքր չափերի սուզանավերից և ռուսական արտադրության Վարշավյանկա տիպի մի քանի սուզանավերից։ Միաժամանակ նշվում է, որ այս փուլում դժվար է գնահատել հասցված վնասի ծավալը։ Ամերիկյան CNN News-ի փոխանցմամբ Իրանի Նավթանզի միջուկային օբյեկտի շենքերը վնասվել են ԱՄՆ-իսրայելական հարձակումներից հետո։ Վերջին 48 ժամվա ընթացքում արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Նաթանզի միջուկային օբյեկտին հասցված վնասը։ CNN-ի կողմից լուսանկարների վերլուծության համաձայն վնասվել է մեծ պահեստ և երկու փոքր երկհարկանի շենք, հաղորդում է հեռուստաալիքը։ Նաև նշվում է, որ ավերված կառույցները հնարավոր է ծառայել են որպես աշխատողների և տրանսպորտային միջոցների մուտքի կետեր դեպի օբյեկտի ստորգետնյա կառույցներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով հայտնի կդառնա, թե ով է վերահսկում Իրանը։ Շատ շուտով կիմանաք, պատասխանել է Թրամփը։ Ամերիկացի նախագահը նաև հայտարարել է, որ շուտով պարզ կլինի նաև ԱՄՆ-ի արձագանքը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակմանը։ Նա հավելել է, որ զորքերի տեղակայում տարածքում հավանաբար անհրաժեշտ չի լինի։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ավիաբազայի վրա, հաղորդում է ԻՐԻԲ լրատվական գործակալությունը։ Բահրեյնում գտնվող ԱՄՆ բազաները ենթարկվել են ծանր իրանական հրթիռային հարձակման, ասվում է գրառման մեջ։ Թագավորական նավատորմի Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը հայտնել է, որ երկու անհայտ արկեր հարվածել են Բահրեյնի նավահանգստում գտնվող նավի։ ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Թեհրանում գտնվող Մեհրաբադ օդանավակայանին, այս մասին հայտնում է Նուր Նյուզ գործակալությունը։ Տեղական աղբյուրները միջադեպը բնութագրել են որպես ամերիկա-սիոնիստական հարձակում օդանավակայանի տարածքի վրա։ Դեպքի վերաբերյալ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։ Պաշտոնական հաստատում կամ լրացուցիչ տեղեկություն վնասների և հնարավոր տուժածների մասին դեռևս չկա։ Իրանը նոր հարձակում է սկսել Իսրայելում գտնվող թիրախների վրա, օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Սկսվել է ճշմարտացի հաղորդակցություն 4 գործողության 16-րդ ալիքը, օկուպացված տարածքների սրտում ավիատիեզերական ուժերի մեծ թվով հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, ասվում է հայտարարության մեջ։ Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը 90-ից ավելին ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում հեռավոր արևելքից Օման եկած 2 քաղաքացի։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն, հայտնել են ԱԳՆ-ից։ Հիշեցնենք, որ Երևանում 3 վայրեջքեր կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը։ Մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է նաև մարտի 4-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան չվերթի ու ԱՄԷ-ից Օման հասնելու անվճար հնարավորության մասին։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավականու անդամի իր մանդատը։ Հուսամ իմ համեստ ներդրումն ունեցա քաղաքային իշխանության ապիկար ու ապօրինի էությունը բացահայտելու գործում։ Կարծում եմ այլևս ասելիք չունեմ Տիգրան Ավիյանի ղեկավարած քաղաքապետարանում։ Քաղաքականությունը պաշտոն չէ, այլ պատասխանատվություն։ Շարունակելու եմ իմ պայքարը հանուն արժանապատիվ, անվտանգ եւ քրիստոնյա Հայաստանի, ինչի համար օր առաջ պետք է ազատվենք մեր հայրենիքը գահավիժման տանող իշխող ուժից։ Հատուկ շնորհակալություն Մայր Հայաստան խմբակցությանը եւ Անդրանիկ Թևանյանին համատեղ աշխատանքի քաղաքական գրագիտության եւ երևանցիների խնդիրներին հետեւողական ու պատասխանատու մոտեցման համար, նշել է Հակոբյանը։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել երկու անշարժ գույք Երևան քաղաքում 451 միլիոն 540 հազար դրամ։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ կարճել է գեներալներ Մովսես Հակոբյանից եւ Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս 4 միլիարդ 370 միլիոն 985 հազար դրամի բռնագանձման գործը, բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու մասին։ Հրաձիկ Էլմիրա Կարապետյանը դարձել է Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Օդամղի ճատրճանակ կանանց սոլո մրցաձևում Կարապետյանը հաղթահարելով որակավորման ապակիսաեզրափակիչ փուլերը եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ եւ 12-15 հաշվով զիջել մրցակցին, բավարարվելով արծաթե մեդալով։ Մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում հումանիտար բնույթի հարցերի։ Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասն ընդգծել են առաջիկա միջոցառումների եւ այցերի իրականացման եւ ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավվածությունը։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը օրերս վկայի կարգավիճակով հարցաքննվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։ Բալասանյանը հարցաքննվել է Արցախի նախագահի աշխատակազմի անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Նորայր Ասլանյանի գործի շրջանակում։ Նշենք, որ Նորայր Ասլանյանին մեղսագրվում է ռազմամթերք հանդիսացող BN3 տեսակի 2 հատ բեկորային նռնակ ապօրինի պահելն ու փոխադրելը։ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմանն է ներկայացվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը հայտնել է, որ Պաշտպան Հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացված զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողները ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պաշտպան Հայրենյաց ծրագրով բանակային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող զինծառայողների շարունակական աճի եւ հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այդ զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու նյութական մոտիվացիա ստեղծելու համար առաջարկվում է առաջին պայմանագրից հետո 2 կամ 5 տարի հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվավճար ստանալու հնարավորություն 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ, նշել է Պապիկյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ առաջին ընթերցման շրջանակներում ազգային ժողովի падգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել եւ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել։ Հայ-իրանական սահմանով արդեն տարհանվել են Չինաստանի, Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ Իրանում աֆրիկյան երկրի դեսպանատան աշխատակիցներ։ Այս մասին հայտնել է տեղում գտնվող Սպուտնիկ Արմենիայի թղթակիցը։ Անցակետի աշխատանքի վերականգնումից հետո սահմանը հատել են Իրանում բնակվող հայեր, Իրանի քաղաքացիներ եւ օտարերկրացիներ։ Աֆրիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկը հաստատել է, որ մեկնելու որոշումը կայացվել է ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հրաժարվել է մանրամասն մեկնաբանություն տալ։ Վրաստանի քաղաքացին Օտարն էլ պատմել է, որ աշխատանքային այցով էր գտնվում Թեհրանում, նրա խոսքով հարվածներն անակնկալի են բերել իրեն։ Այդ օրը նա Թեհրան-Թբիլիսի ուղիղ չվերթի տոմս ուներ, սակայն չվերթը չեղարկվել է օդանավակայանի փակվելու պատճառով։ Նրա խոսքով Թեհրանից մինչև սահման ճանապարհը 2 հոգու համար արժեցել է $40, սակայն սահմանից մինչև Երևան հասնելու համար տաքսու վարորդները $280 են պահանջել։
Հայ-վրացական սահմանին կաշառքների մասին բեռնատարների վարորդների բողոքներից հետո ես դիմել եմ իրավապահ մարմիններին։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 3-ին ազգային ժողովի նիստում։ Սպառողների պաշտպանության մասին օրենքում եւ դրան առնչվող օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթների քննարկման ժամանակ, պատասխանելով ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, Դանիելյանը մասնավորապես հարցրել է, թե որքան ժամանակ բեռնատարների վարորդները պետք է զբաղվեն ոչ պաշտոնական վճարումներով։ Մեծ Բրիտանիան Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին բարձր մարտական պատրաստվածության վիճակի է բերել Type 45 ականակիրը։ Այս մասին հաղորդում է Էմիրաթական The National Թերթը, հղում անելով թագավորական ռազմաօդային ուժերի աղբյուրներին։ Կործանիչը հագեցած է Sea Viper զենիթահրթիռային համակարգով, որը կարող է որսալ անօդաչու թռչող սարքեր եւ իրանական հիպերձայնային հրթիռներ։ Մեծ Բրիտանիայի նախկին ներքին գործերի փոխնախարար Թոմ Դուգենթհատը հայտարարել է, որ HMS Dauntless եւ HMS Duncan ականակիրները ներկայումս մարտական պատրաստության վիճակում են։ Իրանը Մերձավոր Արևելքի հյուրանոցներում բնակվող ամերիկացի զինվորականներին կդիտարկի որպես հարվածների թիրախ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Եթե ամերիկացի զինվորները ապաստան են գտնում հյուրանոցներում եւ թաքնվում են այնտեղ, դա պատրվակ կամ պատճառ չէ Իրանի համար նրանց վրա հարձակումից խուսափելու համար, ասել է դիվանագետը։ Եվրամիությունը ընդունել է, որ պատրաստ է Մերձավոր Արևելքում հակամարտությանը, հաղորդում է Politico-ն, հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը պատրաստվում էին դրան։ Եվրամիությունը պատրաստ չէր։ Հիմա մենք նստած ենք որպես հանդիսատես, քանի որ այս պատերազմի ակտիվ մասնակից չենք, հրատարակությանը ասել է աղբյուրը։ Հրապարակումը նշել է, որ տհաճ ճշմարտությունն այն է, որ Եվրամիությունը բավարար լծակներ չունի տարածաշրջանում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության պատճառով գլոբալ միջուկային անվտանգության սպառնալիքը սրվել եւ աճել է։ Սպառնալիքը վատթարանում է եւ աճում, նշել է Լավրովը մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին, թե արդյոք լուրջ է գլոբալ միջուկային անվտանգության սպառնալիքը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ֆրանսիան կործանիչներ է տեղակայել Արաբական Միացյալ Էմիրություններում իր ռազմական օբյեկտները Իրանի հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Նրա խոսքով, կործանիչներն ու դրանց օդաչուները մոբիլիզացվել են ֆրանսիական ռազմաբազաների անվտանգությունն ապահովելու համար, իսկ Կիրակի օրը Էմիրություններում գտնվող ֆրանսիական բազայի անգարներից մեկը խոցվել է անօդաչու թռչող սարքով։ Բարոն նշել է, որ Ֆրանսիան Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայել է նաև հարյուրավոր զինծառայողներ ռազմածովային, ռազմաօդային եւ ցամաքային ուժերից։ Կործանիչները տեղակայված են Ալ-Դաֆրա ավիաբազայում, Աբու Դաբիի մերձակայքում եւ իրականացնում են օդային տարածքի անվտանգության ապահովման գործողություններ։ Իրանը հայտարարում է, որ տիրապետում է լայնածավալ հետախուզական տվյալների իսրայելական ռազմական օբյեկտների վերաբերյալ, այդ թվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գտնվելու վայրի մասին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի ավագ խորհրդական Ռահիմ Սաֆավին։ Նրա խոսքով Իրանի տվյալների բազան ամբողջությամբ թարմացված է եւ իրանական կողմը գիտի, թե որտեղ է Նեթանյահուն անցկացնում նիստերը։ Վերջինս ընդգծել է, որ Իրանի հետախուզությունը լիովին տեղեկացված է ինչպես Իսլամական Հանրապետության շուրջ գտնվող հնարավոր թիրախների, այնպես էլ իսրայելական եւ ամերիկյան օբյեկտների վերաբերյալ։ Եղանակը առաջիկա օրերին մարտի 4-ի գիշերը 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ին 7-ից 8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաեւ բուք ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, մարտի 6-ին 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։ Երևան քաղաքում մարտի 4-ի գիշերը 5-ից ցերեկը 6-ին եւ 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի կեսօրից հետո 5-ի գիշերը եւ առավոտյան 7-ին սպասվում են տեղումներ։ Գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի եւ անձրևի տեսքով։